Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին քննարկելու ենք Իրանի հետ նոր պատերազմի հավանականությունը, նկատի ունեմ Իսրայելի և Իրանի միջև պատերազմի շատ կարևոր թեմա է, որովհետև կան նոր հետաքրքիր տվյալներ այս ուղղությունով և ես ուզում եմ ձեր հետ կիսվեմ այս տեղեկատվություններով, հաշվի առնելով նաև մեր վերջի վերլուծությունը, որը վերաբերվում էր Իսրայելի, ուրեմն Հունաստանի և Կվիպրոսի միջև ձևավորված այդ եռակողմ դաշինքի, որի գլխավոր նպատակն է Թուրքիայից եղած այդ սպառնալիքների նվազեցումը, ապա միևնույն ժամանակ Իսրայելը ակտիվորեն շարունակում է հետևել այն իրավիճակին, որ Իրանից կարող է լինել սպառնալիքներ և շարունակվեն այդ խնդիրները և վերսկսվի պատերազմը։ Նույնիսկ խոսակցություն է գնում նրա մասին, որ արդեն պատերազմի թեման օրակարգում է։ Ուստի հիմա մենք ձեր հետ միասին մանրամասն կվերլուծենք մի քանի տարբեր բաղադրիչ, հատկապես Իրանի զինված ուժերի զարգացման վերջին դինամիկան և տեղեկատվությունները, թե ինչ է տեղի ունենում այն պատերազմից հետո, որը ամիսներ առաջ գիտեք տեղի ունեցավ և որը մենք ձեր հետ մանրամասն լուսաբանում էինք, քննարկում էինք, այդ ժամանակ լուրջ խնդիրներ երևաց Իրանի զինված ուժերում, հիմա արդեն Իրանը հաշվի է առնում այդ սխալները և փորձում է վերականգնել իր զինված ուժերը։ Մինչև անցնելը բուն քննարկումին, կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները և ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ով այդպիսի աջակցություն տրամադրում են։ Ուրեմն, հարգելի հայրենակիցներ, պետք է ասեմ, որ իսրայելական աղբյուրները հստակ արդեն նշում են և ֆիքսում են, որ Իրանը լուրջ վերապատրաստողական գործունեություն է ծավալում, որի նպատակն է փաստացի պատրաստվել պատերազմի համար։ Եվ Իսրայելը նույնիսկ հայտարարել է, որ այս զորավարժությունները Իրանը անցկացնում այսօր, իր հրթիռային, ուրեմն զինված ուժերի հրթիռային բաղադրիչի զորավարժություններ և ըստ Իսրայելի սա կարող է լինի պատերազմի համար և հարձակման համար պատրաստվելու փուլ։ Բացի դրանից, սպասվում է ուրեմն այց Բենյամին Նետանյահուի դեպի Վաշինգտոն, որտեղ որ ըստ տվյալների Նետանյահուն պետք է ծանոթացնի ուրեմն Դոնալդ Թրամփին նոր այդ հարվածների հավանականության մասին, նոր պատերազմի հավանականության մասին։ Սկսենք մանրամասն վերլուծել, ուրեմն իսրայելական վերլուծական շրջանները հայտնում են, որ հետևում են և ունեն բազում տվյալներ նրա մասին, որ Իրանը սկսել է չինական զենք գնել ակտիվորեն և շատ լուրջ տեմպով զինվում է չինական զենքով։ Դրա ապացույցներ կան նաև 2025 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների կողմից ծովային միջամտության հետևանքում ԱՄՆ հատուկ ստորաբաժանումները նոյեմբերին, ուրեմն Հնդկական օվկիանոսում, Շրի Լանկայի մոտ կանգնեցրել են նավ, որը Չինաստանից Իրան էր տեղափոխում բեռ և նկարագրած այդ բեռը նկարագրած էր ինչպես ռազմական կամ երկակի նշանակություն ունեցող բաղադրիչներով և որը կարող էր օգտագործվել իրանական ուրեմն սպառազինությունների ծրագրերի, այսինքն հրթիռային ծրագրի մատակարարման նպատակով և ըստ Միացյալ Նահանգների այդ բեռը ոչնչացվել է, դրանից հետո նավը ազատ է արձակվել։ Բացի դրանից, սա կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ հունիսին տեղի ունեցող պատերազմից հետո Իրանը ակտիվորեն զինվում է հնդկական զինված ուժերով։ Հատկապես մենք գիտենք, որ խոսք է գնում հակաօդային պաշտպանության համակարգերի մասին, որոնք Չինաստանը ունի և որոնք գիտեք, որ Չինաստանը նաև վաճառել է Ադրբեջանին, և Չինաստանը լուրջորեն զարգացնում է այդ հակաօդային պաշտպանության համակարգները։ Հիմա, հարգելի հայրենակիցներ, հետաքրքիրը այն է, որ այստեղ նաև տեղեկատվություններ կան, որ Իրանը ցանկացել է, հանրային դաշտում քննարկումներ կան, որ ուզում է գնել ռուսական Սու-35-ներ և ՀՕՊ համակարգներ, սակայն ոչ պաշտոնական են այս տվյալները և դրա հաստատումներ չկան, որովհետև Ռուսաստանը ինքը ունի լուրջ խնդիրներ այսօր զենքի ուղղությամբ, այդ թվում
հոբ համակարգների ուղղությամբ եւ այդ ուղղությամբ մենք հստակ որևէ տեղեկատվություն ասել չենք կարող։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ որևէ հաստատում Ռուսաստանի ուղղությունով չկա, բայց Չինաստանի ուղղությունով բազում հաստատումներ կան իրականում։ Եվ խոսք է գնում վերջին ամենահզոր հակաօդային պաշտպանության համակարգների մասին։ Իսրայելցի վերլուծաբանները այսպիսի թեզ են տարածում, ասում են, ուզում ենք նաև տեսնել, որ զենքն է ավելի հզոր՝ հրեական, թե չինական։ Եվ փաստացի, ինչպես պլացդարմ է օգտագործվելու Իրանը, որ ստուգեն արդեն ամերիկյան եւ հրեական իսրայելական զենքը չինական զենքի դեմ պատերազմում հենց Իրանում։ Ուստի ես ենթադրում եմ, որ սա ասելով, այսպիսի բաղադրիչները տեսնելով եւ միջև Թայվանի համար պատերազմը տեղի ունենա, որի մասին ես մեծ վերլուծություն էի պատրաստել եւ կարող եք գնալ եւ Image-ում նաեւ նայել այդ վերլուծությունը, թե ինչ է տեղի ունենում այդ հատվածում Թայվանի, ապա բոլորը ուզում են տեսնել նաեւ, որ զենքերը ունեն առավելություն՝ չինական թե իսրայելա-ամերիկյան։ Ուստի կարծում եմ, սպասում են բոլորը, որ այդ մատակարարումները ինչ որ փուլին հասնի եւ դրանից հետո սկսեն ուրեմն գործերը։ Նկատի ունեմ ռազմական գործողությունները։ Պետք է հստակ ասվի նաև, որ հակաօդային պաշտպանությունը ամրապնդելը Իրանի համար առաջնահերթություն է դարել պատերազմից հետո, որը հունիսին տեղի ունեցավ։ Իրանը տեսավ, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը չի գործում, չի կարող օգուտներ տալ եւ հասկացավ, որ պետք է փորձի ձևավորի այլընտրանք։ Իրանը սեփական հակաօդային պաշտպանություն ձևավորել չի կարող, ի տարբերություն Թուրքիայի։ Թուրքիան զարգացնում է սեփական հակաօդային պաշտպանությունը, դա շատ կարևոր եւ վտանգավոր հարց է, հարգելի հայրենակիցներ։ Իսկ Իրանը այդ տեխնոլոգիաները չունի, շատ ավելի թույլ է Իրանը, քան Թուրքիան այդ առումով։ Ուստի Իրանը դիմում է Չինաստանին եւ Չինաստանը այսպիսի մատակարարումներ զարգացնում է։ Բացի դրանից, այսօր, ինչպես ես արդեն նշեցի եւ երեկ նաեւ տեղի է ունեցել ակտիվ ուրեմն հրթիռային զորքերի զորավարժություններ Իրանում, որը երկրորդն է արդեն վերջին 1 ամսվա ընթացքում։ Եվ ՔՍԻՐ-ը, այսինքն իսլամական այդ պահապանների զորքերը, ուրեմն սա քննարկվում է, որ հնարավոր է սա օգտագործում են ինչպես նախապատրաստողական գործողություններ Իսրայելի հետ պատերազմ սկսելու նպատակով։ Պետք է ասել, որ իրանական աղբյուրները խոսում են նրա մասին, որ շատ լուրջ հնարավորություններ են ձեռք բերում եւ հաշվի են առել բոլոր այն սխալները, որը հունիսի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել։ Իսրայելական կողմն էլ շատ լավ հաշվի է առել իր սխալները եւ Իրանի նաեւ սխալները, եւ իսրայելական կողմը, այսպես ասենք, հասկացել է, որ հակաօդային իր համակարգը պաշտպանության կարա ծանրաբեռված լինի, եթե միևնույն ժամանակ շատ քանակի հրթիռ է բալիստիկ գալիս։ Իրանը դա նաև հասկացել է եւ այս պահի համար, ոնց հասկանում եմ, աշխատում է քանակի ուղղությամբ, այլ ոչ թե որակի, որտեղ որակը ցույց տվեց, որ ոչ այդքան իրականում բարձր որակի է այնինչ Իրանը օգտագործում է, բայց քանակի դեպքում հասկանալի է, որ հնարավոր է խոցել Իսրայելի տարածքը եւ եթե միևնույն ժամանակ հարյուրավոր հրթիռ կրակեն, ապա այդ դեպքում էլ ավելի փաստացի կխոցեն Իսրայելի տարածքը եւ կարա լուրջ վտանգ ստեղծվի այդ առումով։ Հիմա մենք վերջի վերլուծությունում ձեր հետ խոսեցինք Վիպրոսի հետ համագործակցության ուղղությամբ, որովհետեւ հրեական տարբեր աղբյուրները խոսում են նրա մասին, որ պատերազմի դեպքում պետք է լինի նաեւ օդային ուժերը, ինչպես ռազմական, այդպես էլ քաղաքացիական, որ տեղափոխեն դեպի Կվիպրոս, որովհետև Իսրայելը խոցելի է այդ իրավիճակում եւ փաստացի Իրանը կարող է օդանավակայաններին հարձակվի, բայց եթե անցյալ անգամ շատ ավելի քիչ հնարավորություններ, ապա այս անգամ ինքը առաջինը կարող է այդ հարվածը հասցնել։ Եվ հաշվի առնելով
Դրա մասին ուրեմն տեղեկատվությունները մենք ունենք դեկտեմբերի հիմա արդեն վերջի օրերի ընթացքում տարբեր հոդվածներ հետաքրքիր նրա մասին, որ Իրանում բալիստիկ հրթիռների արտադրությունը աննախադեպ աճ է արձանագրում, նկատի ունեմ քանակը, լրջորեն ուրեմն աճել է արտադրության քանակը, ինչը նշանակում է հարգելի հայրենակիցներ, որ մեծ հավանականությամբ մենք մոտենում ենք նոր պատերազմին։ Բացի դրանից, մենք ձեր հետ խոսել ենք սրա մասին, նաև Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից։ Հիմա տեսեք, խնդիրը ինչու՞մ է։ Բալիստիկ հրթիռները, որը մենք նախորդ պատերազմի ժամանակ էլ տեսանք, որ հասան դեպի Երուսալիմ, նկատի ունեմ դեպի Թել Ավիվ էին կրակել, դեպի Իսրայել, ապա Երուսաղեմում էլ ինչ-որ հատված օդում կար, բայց չի ընկել, ինչքանով հիշում եմ, խոցել էր հակաօդային պաշտպանությունը, պետք է հստակ այստեղ նշվի, որ եթե որևէ մեկի մեջ լինի միջուկային զենք, ապա փաստացի խոսք է գնում Իսրայելի դեմ միջուկային զենք կիրառելու մասին եւ միջուկային զենքը կարող է հասնել իր նպատակին, որովհետեւ հրթիռային ծրագիրը փաստացի Իրանը ունի։ Հիմա դա նշանակում է, որ պետք է կանխել համ միջուկային ծրագիրը, համ հրթիռային, բալիստիկ հրթիռային ծրագիրը։ Այդ նպատակով էր հունիսի պատերազմը, որը մասնակի կանխեց բալիստիկ, կներեք, մասնակի կանխեց միջուկային ծրագիրը, այսինքն առնվազն հետաձգվեց միջուկային զենք ուրեմն ստեղծելու հնարավորությունը Իրանի կողմից, բայց միևնույն ժամանակ բալիստիկ հրթիռների ծրագրի համար հարված հասցվեց, բայց Իրանը վերականգնեց բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ վերականգնում է նաեւ միջուկային ծրագիրը, որովհետեւ ասում է, որ չի հրաժարվելու այդ ծրագրերից։ Ուստի ես կարող եմ ասել, որ հիմա բալիստիկ հրթիռների տեմպի աճի զուգահեռ եւ միջուկային բանակցություններից դուրս գալու զուգահեռ մենք փաստացի կարող ենք հայտնվել իրավիճակում, երբ Իրանը կունենա բավարար բալիստիկ հրթիռներ լրջագույն հարվածների համար, ուրեմն Իսրայելի դեմ, միևնույն ժամանակ կարող ունենալ միջուկային զենք նրա համար, որ ինչպես իրանք են ասում, ոչնչացնեն սիոնիստներին։ Հա, պարզաբան եմ, ով չգիտի, սիոնիզմ դա կոչվում է կամ սիոնիստներ աջակիցներ դրա, որ հрьяաները ապրեն Իսրայելում եւ Իսրայել գոյություն ունենա։ Ուրիշ բան չգիտեմ, չմտածեք, որովհետեւ չգիտեմ ինչեր է տարածվում սիոնիզմի բառի մասին, զարմանալիորեն։ Ես կարծում եմ ոչ մի վատ բան այդտեղ չկա, նրանում, որ հрьяաները ապրեն իրենց պատմական հայրենիքում, եւ տարբեր կայսրությունները իրանց չկարողանան ստիպել լքել իրանց հայրենիքը, նույն դեպքում ինչպես հայերի պատմությունն է, որ մենք նաև մեր հայրենիքում պետք է ապրենք պատմական եւ որևէ կայսրություն չկարողանա մեզ ստիպել մեր հայրենիքը լքել։ Դա տրամաբանական պարզ փաստեր են։ Հատկապես, երբ խոսք է գնում քաղաքական իսլամի քաղաքականության մասով, որը նպատակ ունի կայսրություններ վերականգնել։ Հա, Նետանյահուն իհարկե Էրդողանի ուղղությունով պատասխանել է, որ թույլ չենք տալու այստեղ կայսրություններ վերականգնել, բայց Իրանի խնդիրը նաև օրակարգային շատ լուրջ է մնում եւ ես կարող եմ ասեմ, որ հարցը օրակարգում է։ Իմ ենթադրությունով մոտակա օրերի ընթացքում Նետանյահուն գնալու է Վաշինգտոն եւ քննարկելու է այս հարցը Դոնալդ Տրամփի հետ, եւ մենք փաստացի կարող է ունենանք մոտակա շաբաթների կամ մոտակա ամիսների ընթացքում ռազմական գործողությունների վերսկսում։ Ես գիտեմ նաեւ տարբեր իմ աղբյուրներից, որ ոչ մեկ թույլ չի տալու, որ Իրանը առաջի հարվածը հասցնի։ Եվ ես կարծում եմ դա շատ ճիշտ է եւ պետք է առաջի հարվածը հասցնի Իսրայելը եւ կանխի այդ հնարավորությունը։ Նաեւ մենք տեսնում ենք տեղում աշխատանք, որը վերականգնողական աշխատանք է, շատ ակտիվ այն ենթակառուցվածքների, որոնք խոցվել են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից վերջի հունիսին պատերազմի ժամանակ, նաեւ տեսնում ենք ուրեմն հակաօդային պաշտպանության համակարգների ինտենսիվ տեղակայում եւ պատրաստողական աշխատանքներ եւ այո, եւ հրթիռներից բացի ԱԹՍ-ների ակտիվ զարգացում։ Մենք կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների կողմից աջակցության հնարավորությունը շատ բարձր է եւ Իսրայելը առհասարակ տեսնում է
Իրանի կողմից հակաօդային պաշտպանությունը զարգացնելու այդ ուղղությունը ինչպես շատ-շատ վտանգավոր, որովհետև հունիսին գործելու հնարավորությունը Իսրայելի համար, Իսրայելի օդային ուժերի համար տրվեց նրա շնորհիվ, որ հակաօդային պաշտպանությունը խոցվեց։ Եթե հակաօդային պաշտպանությունը Չինաստանի այնքան հզոր է, որ և մենք չգիտենք, դա է պարզվելու, եթե այդքան հզոր է, որ խոցելու է իսրայելական հակաօդային ուրեմն օդային ուժերը, ապա շատ բարդ իրավիճակ կարող է ստեղծվել։ Ամեն դեպքում չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ շեմա անցնի, որովհետև X քանակի հակաօդային պաշտպանության դեմ պատերազմ անել հնարավոր է, բայց եթե այդ քանակը շատ-շատ մեծ լինի, նկատի ունեմ Իսրայելի համար, դա կարող է խնդիրներ արդեն ստեղծի։ Ուստի թույլ չկարելի տալ, որ չինական հակաօդային պաշտպանությունը շատ մեծ քանակներում լինի Իրանում ներկայացված։ Եվ կարելի է ասել, որ այս թեման շարունակում է մնալ կենտրոնական, հարգելի հայրենակիցներ, և ինչպես ասեցի, մոտակա ժամանակահատվածներում մենք կտեսնենք հաստատ Նետանյահուի այցի ժամանակ Թրամփի հետ պայմանավորվածություն այս ուղղությունով, ինչպես նաև ենթադրում եմ, որ որևէ արդեն գործողություններ կտեսնենք այս ուղղությունով, որովհետև, ինչպես նշեցի, սա զուգահեռ նրա Թուրքիայի ուղղությունով Իսրայելը ինչ քայլեր է անում, մեր նախորդ վերլուծությունն է, այս քայլերը նաև ներկայացնում են մեծ կարևորություն և Իրանի ուղղությունը նաև կենսական նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար։ Այսքանով ամփոփում ենք մեր վերլուծությունը, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։